Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցությունը, որը մեր միջպետական հարաբերությունների ամենադինամիկ ոլորտներից է, ամուր ինստիտուցիոնալ հիմքերի վրա է։ Այսօր Գորիսում կազմակերպվող հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը դրա լավագույն վկայությունն է։ Ուշագրավ է, որ դեռևս մինչև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը մեր երկու երկրների միջև արդեն Փարիզի շրջանի Բանյո քաղաքը քույր քաղաք է եղել Հայաստանի Վանաձոր քաղաքի հետ, իսկ հիմա մեր համագործակցության արդյունքում 5 տասնյակից ավել այդպիսի քաղաքներ, քաղաքային միավորումներ եւ համայնքներ կան։ Ֆրանսիայի տեղական իշխանությունների մեծաթիվ ներկայությունը այս համաժողովին արտահայտում է մեր ժողովուրդների բարեկամությունը, որի ողջ խորությունը վերջին տարիներին ավելի է ընդգծվել։ Կանոնավոր եւ բարձրաստիճան երկխոսության շնորհիվ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ընդգրկուն օրակարգ ձևավորվել է ինչպես քաղաքական, տնտեսական, պաշտպանական, կրթամշակութային, առողջապահական, ֆրանկոֆոնիայի եւ այլ բնագավառներում։ Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է Սյունիքի դիմակայունության բարձրացումը, որը միտված է ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական, կրթական, առողջապահական եւ այլ կարողությունների զարգացմանն ու ամրապնդմանը։ Այս հարցում միջազգային մեր գործընկերների շարքում Ֆրանսիան ունի առանցքային դերակատարում, ինչի համար շնորհակալ եմ բոլորիդ։ Տիկնայք եւ պարոնայք, Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի անցկացումը մասնավորապես Սյունիքի մարզում ռազմավարական կարևորություն ունի եւ հավաստիացնում եմ, որ մենք ջանք ու եռանդ չենք խնայել այն պատշաճ մակարդակով կազմակերպելու Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը աջակցելու համար։ Հարգելի ներկաներ, կոչ եմ անում տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ակտիվորեն ներգրավել այս օրերի բովանդակային քննարկումներին, որոնք թույլ կտան նոր ծրագրեր նախանշել եւ ընդլայնել գործընկերության առկա շրջանակը Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցությանը որակապես նոր մակարդակ հաղորդելու համար։ Եվս մեկ անգամ բարով եք եկել Հայաստան, բարով եք եկել Սյունիք եւ բարով եք եկել Գորիս։ Լավ արդյունավետ աշխատանքային օրեր եմ ցանկանում բոլորիս։ Շնորհակալություն։